Առաջարկում եմ, որ հայ հեղափոխական դաշնակցությունը մի ընդհատեկին առաջարկում եմ, որ հայ հեղափոխական դաշնակցությունը ինքնալուծարվի, որովհետև դա մի կուսակցություն է, որը իր 004 շրջաբերականով ֆիքսել է, որ իր նպատակն է Հայաստանի անկախությունից հրաժարվելը, հետո կխոսենք։ Դրանից հետո կհեռանաք իշխանությունից։ Մեղադրում եք մի բանի մեջ Իշխանությունից մենք կհեռանանք իշխանությունից այն ժամանակ, երբ ժողովուրդը կասի, որ մենք այլևս չի ուզում, որ մենք լինենք իշխանություն։ Դրա մեխանիզմը հայտնի է, դա ընտրություններն են։ Ընտրությունները տեղի են ունենալու, բայց թողեք խոսեմ։ Ինչ տվեք հարցը ձեր։ ասում եք, որ կոռուպցիային, չգիտեմ ինչ որ թվարկեցիք վերանց վերաբերյալ, բայց չկա նման դատարանի որոշում։ Հիմա դուք ինչու եք հայտարարում մի բան, որը փաստարկված չի։ Եթե ես ճիշտ եմ հիշում, դուք օրինակ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին որպես լրագրող գրում եք այդ թվում իշխանությունների կոռուպցիայի մասին։ Ինչի եք գրում։ Ինչի եք գրում, փաստեր ունեք։ Չէ, մի վայրկյան ինչի եք գրում։ Փաշինյանը հերիմ հայտարարում էր, որ ազգային ժողովրդից որ չէ, թողեք ավար հարցը։ Բայց հիմա այսքան բան է, ես եմ լրագրողը։ Լավ, խնդրեմ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր պատգամավոր ազգային ժողովից հայտարարում էր, որ Սաշիկ Սարգսյանը բիզնեսին 50% փայ է, ես դա որպես լրագրող գրում եմ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք, չէ, դուք ձեր անունից եք գրում, բայց ես ճիշտ եմ հասկանում, որ դուք հիմա լրագրողները, այստեղ կոնսենսուս կա, որ օրինակ Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը մի վայրկյան ընտրակեղծարարներ չեն եւ կոռումպացված չեն եղել։ Եթե դա է ձեր կոնսենսուսը, ուրեմն դուք ընդհանրապես կապ չունեք Հայաստանի ներքաղաքական դաշտի եւ հանրային մտքերի հետ։ Դե իմ տեսակետն է, ես էլ ձեզ հայտնում եմ եւ ասում եմ դրա համար էլ Սերժ Սարգսյանը հեռացվել է իշխանությունից։ Եթե իմ ասածները սխալ լինեին, Սերժ Սարգսյանը չէր հեռացվի իշխանությունից։ Էլ չեմ ասում քոչ այն բազմաթիվ գույքերը, որ դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից ու իր ընտանիքից, որը գումարային մոտ $200 միլիոն է գալիս ու ինքը մուծվելու է, դա ձև չունի։ Պարոն Ռուբինյան, վերջերս առաջին նախագահը հայտարարեց, թող բացահայտեն այն բոլոր փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանը, որը կապված է Ղարաբաղյան գործընթացի հետ, եւ այո, կոնկրետ, եւ որևէ այլևս բանավիճելու թեմա չի ունենա։ Ես էլ ասում եմ, որ եթե դա իր տրամաբանությունը, ուրեմն ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը այդ բանավեճը փակել է ու բացահայտել է բոլոր փաստաթղթերի բովանդակությունը 97 թվականից սկսած, որովհետև 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը բառացի ասել է հետևյալը, խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին ու քննադատելով դրանք, ասել է, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են միայն մեկ բան։ Այնտեղ, քանի որ Մադրիդյան սկզբունքներում տարածքային ամբողջականության սկզբունքը դրված է ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ միասին, այս երկու սկզբունքների միատեղումը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղ որպես ավտոնոմիա, ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Հետևաբար Լևոն Տեր-Պետրոսյանը իդեպ ճշմարտացիորեն, ինչ ասել է ճիշտ է ասել։ Դեռևս 2012 թվականին ֆիքսել է, որ Մադրիդյան սկզբունքները, իսկ հիշեցնում եմ, Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո բոլոր բանակցային փաստաթղթերը հիմնված են եղել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ենթադրել են Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, իդեպ բանավեճի ամբողջ թեման ինչից էր բացվել, որ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ 1994 թվականից սկսած ամբողջ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկելու մասին, ինչն էլ պահանջում էր Պարոն ապացույց։ Ռուբինյան, ինչու արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես չի հրապարակում 2019 թվականին ստացված։ Նայեք, շատ լավ։ Թող ավարտի հետո էլ Իշխան Սաղաթելյանն է նման բանան։ ինչու չի Իշխան Սաղաթելյան կապ չէ։ Ինչի չի։ Չէ, կապ ունի, որտեղ Իշխան Սահակյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը շատ նման են միմյանց ամեն ինչով, հատկապես ինտելեկտուալ մակարդակով, բայց տեսեք, նախ հայտարարվել է, որ որևէ քաղաքական կաշվանքանդվածություն չկա զուտ բանի հետ կապված, այսինքն այդ փաստաթղթերը միայն Հայաստանի փաստաթղթերը չեն եւ որոշակի խումբը լուծարվել է։ Միշտի խումբը նախ չի լուծարվել, Միշտի խումբը դեռ պիտի լուծարվի։ Երկրորդը, դրանք փաստաթղթեր են, որոնք բանակցվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ եթե ես չեմ սխալվում, վարչապետը ժամանակին նշել է, որ հանձնարարել է արտգործնախարարությանը նախ իմի բերել փաստաթղթերը եւ գնահատել պատեհությունը դրանք հրապարակելու, բայց իրականում 2019 թվականի փաստաթղթերի վերաբերյալ այսինքն այդտեղ գաղտնիք էլ չկա։ 2010 մի հատ լսեք էլի, 2019 թվականի փաստաթուղթը նախ սկսվում է հետևյալով. Ադրբեջանի Հանրապետության նախագահը եւ Հայաստանի Հանրապետության նախագահը։
Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը չէր Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանն էր, բայց Արմեն Սարգսյանն էլ երբեք չի բանակցել։ Դա ինչ կապ ունի։ Դա կապ ես հիմա հրապարակելու մասին չեմ խոսում, ես բովանդակությունն եմ ասում։ Սա ինքնին վկայում է այն մասին, որ այդ փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին բանակցային իրավիճակի ամփոփումը։ Ինչի մասին են եղել բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնված են եղել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որ հանձնվում են 5 կամ 5+2 կամ 7 շրջանները Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ ուրիշ ոչ մի բան։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անդրադարձ չի լինում, իսկ իրականում Մադրիդյան սկզբունքներից բխում է, որ դրանից հետո ակնհայտ է կարգավիճակի հետ ինչ է լինելու, Ադրբեջանի կազում է լինելու։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է, խնդրում եմ իդեպ կհարցնեք իրեն։ Մեկնաբանություն, եթե դուք հղում եք անում Լևոն Տեր-Պետրոսյանին, դա է իր մեկնաբանությունը ու այդ առումով ճիշտ մեկնաբանություն։ Դուք ասում եք բոլորը եղել են այդ 19-ը կոնկրետ կասեք ինչ էին առաջին։ Լսեք, ես հիմա ձեզ ասեմ, ընդհանրապես մի վայրկյան էլի, ես կարող եմ լավ չմտաբերեմ, դրա համար հիմա հստակ չեմ ասի, բայց ընդհանրապես երբևիցե որևէ փաստաթղթում չի եղել այնպիսի ձևակերպում հանրաքվեի մասին, որը նշանակի, որ աներկբա է, որ հանրաքվեն լինելու է այսպես եւ այդ հանրաքվեի արդյունքում լինելու է կամ այսպես կամ այնպես։ Այնպիսի ձևակերպումներ են, որ ասենք միշտ ես հիմա ինչ որ ասում չեմ ասում, կոնկրետ մի փաստաթղթի մի վայրկյան էլի։ Ես հիմա չեմ ասում, որ կոնկրետ փաստաթղթի մասն եմ խոսում, բայց օրինակ եղել են ձևակերպումներ, որոնք կարելի է եղել մեկնաբանել, օրինակ որպես հանրաքվե ամբողջ Ադրբեջանի կազմում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում։ Եվ այսպես շարունակ, ես հիմա կոնկրետ մի փաստաթղթի մասին չեմ խոսում, բայց ընդհանրապես եթե ընդհանուր ենք խոսում, ասում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ ասում է, ինչ ասել է 2012 թվականին, ճիշտ է ասել։ Մադրիդյան սկզբունքներում, երբ որ տարածքային ամբողջականությունն եւ ազգային ինքնորոշման իրավունքը մեկտեղված են, դա կարող է նշանակել միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Բայց դա մնում է Իշխան Սաղաթելյանը ընդ որում 97 թվականին առաջարկը նույնպես նման տրամաբանության մեջ է եղել, ինչի մասին կրկին խոսել ինչպես դե կներեք ինչ էլ ես ասեմ մեկնաբանությունը ես բան չեմ, չէ, ես վերին աստիճանի ճշմարտությունը չեմ, չէ։ Մեկնաբանում եք մի բան, այսինքն փաստաթղթում գրվածը մի բան է, այնինչ դուք կանխատեսում եք այդ դրույթներից կամ մեկնաբանում դա այլ բան է, դուք մեկնաբանում եք, որ նշանակում էր կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Դա ձեր մեկնաբանությունը կամ որևէ այլ պաշտոնյա։ Սիրելի շողիկ, եթե նկատել եք աշխարհը եւ իրականությունը կազմված են սուբյեկտիվ մեկնաբանություններից եւ ինչ էլ եւ ասեմ լինելու է իմ մեկնաբանությունը։ Չէ, բայց օրինակ հիմա որ նույն այդ Վաշինգտոնյան համաձայնությունների հետ կապված մեկնաբանությունն է հնչում, դուք զայրանում եք կամ որտեղ դրանք սխալ մեկնաբանություններ են։ Հիմա դուք գնահատեք իմ մեկնաբանությունը ճիշտ է կամ թե սխալ, բայց կարող եք նաեւ բայց սա այն քիչ դեպքերից մեկն է, որ մեր մեկնաբանությունները համընկնում են նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունները։ Իսկ ես գիտեմ, որ Ազատություն ռադիոկայանը շատ է գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունները, համարում է դրանք վերին աստիճանի ճշմարտություն, հետեւաբար այստեղ դուք մի վիճեք, գոնե թող մյուսները Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունը խնդրում եմ։ Ինչ չլսեցի։ Գնահատեք, խնդրում եմ ձեր գործընկեր Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունը 2019 թվականի հունիսին։ Լևոն Տեր-Պետրոսյանին մեկնաբանեցին նույնն, հա։ Շատ ավելի լավ շահեկան պայմաններ էր առաջարկում Հայաստանին լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց դուք դավադրաբար հրաժարվեցիք։ Եվ ես նրան հարցրեցի, թե ինչ շահեկան դրույթների մասին է խոսքը, ձևակերպումների մասին, ասաց, որ ծանոթ չէ։ Լսեք, մենք մեր իշխանության օրոք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ։ Վերջ։ Հետևաբար ամեն ինչ որ ասում է սրան հակառակ սուտ է։ Պարոն Ռուբինյան, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը իր պատվավոր տեղը կունենա դավաճանների շարքում, տալով Ֆրանգուլյանի, Վասակցյունու եւ Ես էլ ասում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր պատվավոր տեղը կունենա
մոնղոլ թաթարական արշավանքների հրամանատարներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողքի։ Պարոն Ռուբինյան, ձեր խմբակցության անդամներից շատ Որովհետեւ իրենց պես ընտրակեղծարարը եւ իրենց պես Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի դեմ պատերազմ հայտարարելու մեջ։ 2008-ին գիտեիք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծարար է պարոն։ Այո։ Դա եմ ասում, ձեր խմբակցության Իսկ ինչու էիք մասնակցում այդ ցույցերին։ Նախ դուք ինչ գիտեք, ես մասնակցում եի, թե չէ, մասնակցել եմ 17 տարեկան է եւ մասնակցել եմ, որովհետեւ համարել եմ, որ դա հնարավոր ամենառեալիստական ճանապարհն է ազատվել ընտրակեղծարարների դեմ, ճիշտ։ Այո, բայց փորձը ցույց տվեց, որ սխալ է անում, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ սխալ է անում, որովհետեւ փաստորեն նրանք չեն ուղղվում երբեք։ Ես ինձ թվում էր, որ Լեոն Տեր-Պետրոսյանը գուցե ուղղվել է, բայց փորձը ցույց տվեց, որ ինքը անուղղելի է։ Ձեր խմբակցության շատերն են փաստորեն սխալ է, որովհետեւ ձեր կուսակցությունում շատ շատեր է Լևոն Պետրոսյանի երիտասարդական թևի ներկայացուցիչ։ Գուցե, ես ուզում եմ հիշեցնել, որ իմ հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցն է եղել մինչև 2011 թվականը, եթե նկատեցիք, ասացի մինչև 2011 թվականն է եղել, եւ ինքը գաղափարական տարաձայնություններ ունեցել է եւ դուրս է եկել, եւ եթե դուք ձեզ թվում է, որ այս բաները հիշեցնելով դուք պետք է ինձ ծանր իրավիճակի մեջ գցեք, բացարձակ չեք գցել։ Մերկական դեպքին կուզենայի անդրադառնալ, որպես իշխանության ներկայացուցիչ, սպանության հաջորդ առավոտյան Նիկոլ Փաշինյանը եւս գրառում արեց, ըստ էության խոսելով, որ կանխարգելիչ գործողություններ պետք է արվեն, նրանք ովքեր թերացել են, պետք է անմիջապես կրեն պատասխանատվություն, բայց արդեն երրորդ օրն է, այսօր արդեն հուղարկավորել են համայնքապետին, չենք տեսել որևիցե կերպ, այդ պատասխանատվության զգացում, այսինքն քաղաքական պատասխանատվություն, ինչպես պետք է արտահայտվի եւ արդյոք իշխանությունը կրում է որոշակի մեղավորություն, որ անպատժելիություն կա Հայաստանում եւ համայնքապետ է գնդակահարվում սեփական տան դիմաց եւ նաեւ ոստիկանության ծառայող։ Նախ պատասխանատվության մասով ես նոր տեսա մի քանի լուր, որ Արմավիրի մարզի ոստիկանության, եթե չեմ սխալվում, քրեական ոստիկանության պետն է ազատվել աշխատանքից, չեմ կարող պնդել, բայց ենթադրում եմ, որ սա կապ ունի պատասխանատվության հետ։ Դե չգիտեմ, իրոք չգիտեմ, ենթադրում եմ։ Հաջորդը ինչ որն էր հարցի։ Ասացիք 4-րդ օրնա դեռ պատասխանատվություն չկա, ես կարծում եմ սա պատասխանատվության մաս է։ Բացի դրանից այստեղ ամենակարևորն է, որ հանցագործները շատ արագ հայտնաբերվեն եւ ձերբակալվեն եւ հետագայում պատժվեն եւ ես ակնկալում եմ եւ մենք ակնկալում ենք, որ դա հնարավորինս արագ տեղի կունենա։ Ինչի հետևանք է, որ 4-րդ օրն է դեռ չկան բացահայտումներ։ Դուք Սերժ Սարգսյանի թևի հետ կապ ունեցող լրատվամիջոցից եք, չէ՞։ Բա որ ում հետ ով է խմբագիրը ձեր։ Չէ, ով է ձեր խմբագիրը։ Հա, իսկ ով է ֆինանսավորում։ Ով է ֆինանսավորում։ Իսկ կարող է ասեք ժամանակը սխնայեք եւ ասեք ով է ֆինանսավորում ձեր լրատվամիջոցը։ Կմտնենք, բայց լավ, մի վարք, ես կբացատրեմ։ Հեսա կբացատրեմ։ Շատ լավ, ու նաեւ բացատրելով թե ինչի եմ ես ձեր հարցը տալիս, իմ մոտ տպավորություն կա, որ դուք առնվազն Սերժ Սարգսյանի նահարող լրատվամիջոցից եք, կստուգենք, բայց հարցը հետեւն է, ինչ շանսով զարմանալի է, որ օրինակ լրագրողներ ուստեղ էլի կան, էլի ասենք այս նյուզերին մեջ եք բերել, բայց մի վարքյան թողեք, բայց մի վարքյան դե թողեք պատասխանեմ, էլի։ Հայտնի է, որ լրագրողների մի հատ մեծ հատված կապ ունի Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ուժերի հետ, բայց ինչն է տարօրինակ։ Օրինակ Սերժ Սարգսյանի, բայց ԿՊ-ն ասում է, որ սա այս ԿՊ-ի լրատվամիջոցը Սիրելիներս, ԿՊ-ն մի վարքան, սպասեք, չէ հիմա ցույց եմ տալիս տարբերություն, դուք Սիվիկի լրագրող եք, չէ, Սիվիկը կապ ունի քաղաքացիական պայմանագրի հետ, այո, այս է տարբերություն, հիմա լսեք, բայց մի վարքան, որտեղ դուք չեք ասում այդ կապ ունեք, բայց կներեք, հիմա կթողեք պատասխանեմ ձեր հարցին, հիմա ինձ համար շատ տարօրինակ է ընդհանրապես, ձեր մասի չեմ ասում, ընդհանուր եմ ասում, երբ որ շատ լրագրողներ, որոնք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապ ունեն, ասում են 4 օր է անցել սպանությունից, ինչի բացահայտված չի։ Ես հիշեցնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ սպանված նախկին պաշտպանության փոխնախարար Խորխորունու սպանությունը
Ոչ թե 4 օրում չի բացահայտվել ուղիղ 27 տարում։ Ու 20 մի վարքյան։ Այ որ դուք հաստատ Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող լրատվամիջոցից եք։ Հիմա ձեզ հարց եմ տալիս, ինչ իրավունք ունի Սերժ Սարգսյանի հետ աֆիլիացված լրատվամիջոցի լրագրողը ինձ ասի մի վարքյան, ընդ որում երբ որ խորխորունին սպանվել է, եթե չեմ սխալվում, Սերժ Սարգսյանը եղել է ազգային անվտանգության նախարար։ Հիմա դուք 4 օր մի վարքյան ու 4 օր դե լավ էլի, այս է երեսպաշտությունը, իսկ ինչ վերաբերվում է Վալոդիա Գրիգորյանի սպանությանը, այն անպայման կբացահայտվի։ Շնորհակալություն։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։